Աշխարհի առաջին քրիստոնյա պետության հայրապետը կանգնելու է դատարանի առջև աննախադեպ դատավարության ընթացքում։ Սա ռումինական խոշոր լրատվամիջոցներից մեկի Hot News-ի հոդվածի վերնագիրն է։ Հայաստանում պետության կողմից եկեղեցու ներքին ինքնավարությանը միջամտելու գործողությունները վաղուց դուրս են եկել ներհայաստանյան քննարկումների սահմաններից։ Արևելյան Եվրոպայի խոշորագույն պարբերականներն ու պետական լրատվական գործակալությունները ևս հատուկ ուշադրությամբ և ահազանգող վերնագրերով են արձագանքում Երևանից ստացվող լուրերին։ Բուլղարական և ռումինական մամուլի ուշադրության կենտրոնում հայ եկեղեցու հոգևոր առաջնորդի և բարձրաստիճան հոգևորականների դեմ հարուցված քրեական վարույթներն են։ Առաջատար լրատվամիջոցները տեղի ունեցողը բնորոշում են որպես աննախադեպ հալածանք և քաղաքական հաշվեհարդար։ Բուլղարական «Խրիստիանստվո» մասնագիտացված հարթակը, որն ավելի խորքային է վերլուծում կրոնական կազմակերպության և պետական մարմինների հարաբերությունները, իրադարձությունները որակում է որպես հոգևոր ինստիտուտի դեմ աննախադեպ արշավ։ Բուլղարական հեղինակավոր երկու պարբերականներ Դնևնիկը և Դվայիսետի Չիտիրիչասան շեշտում են, որ Հայաստանի գործող իշխանություններն իրականացնում են ընտրողական արդարադատություն։ Եվրոպացի դիտորդների գնահատմամբ եկեղեցու ներքին կանոնադրական հարցերին պետության կոպիտ միջամտությունը վկայում է այդ երկրում ժողովրդավարական սկզբունքներից ակնհայտ նահանջի մասին։ Իրավիճակին առանձնակի զգայունությամբ է արձագանքում ռումինական մամուլը։ Ռումինիայի պետական լրատվական գործակալությունը Ագերպրեսը արձանագրում է, որ հայ առաքելական եկեղեցին սոսկ կրոնական կազմակերպություն չէ, այլ հայոց ազգային ինքնության հիմնասյունը։ Եկեղեցու դեմ սկսված արշավը վտանգավոր նախադեպ է ստեղծում ամբողջ քրիստոնեական աշխարհի համար, նշում են ռումինացի վերլուծաբանները։ Ռումինական Ստիրիպեսուրսը և GPI News լրատվամիջոցներն էլ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ հալածանքը տարածվում է նաև եկեղեցու այլ բարձրաստիճան հոգևորականների վրա, ընդգծելով աշխարհաքաղաքական և ներքաղաքական բարդ համատեքստը։ Միջազգային վերլուծաբանները փաստում են, եվրոպական դիտորդների հայացքով Հայաստանում տեղի ունեցողը ոչ թե օրենքի գերակայության դրսևորում է, այլ դարավոր հոգևոր ինստիտուտի դեմ ուղղված քաղաքական հետապնդում, որը նաև հեղինակազրկում է այդ երկրի վարկանիշը միջազգային ասպարեզում։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։